Piotr Moshinsky, Radio France International. Two questions on international politics. The first one, enlarging the last subject. Armenia is not a candidate to the association agreement with the European Union and have signed a customs union proposed by Russia. It seems to be a clear political choice. Do you consider that since that, Armenia is definitively a part of which is called Ruski Mir? And my second question, you were speaking about special relations between Armenia and France. Could you tell us what are the main particular reasons of these special relations? And do you think that you will be able to continue these special relations in case that we cannot unfortunately exclude of an open conflict between the West and Russia? Thank you. Ես խոր հարգանքով եմ վերաբերվում ռուսական աշխարհին եւ այդ արտահայտությանը եւ այդ արտահայտությունը մարմնավորողներին, բայց կներեք շատ վաղուց մենք օգտագործում ենք հայկական աշխարհ տերմինը եւ մենք մասն ու տերն ենք հայկական աշխարհի, որը տարածվում է բոլոր մայրցամաքներով մեկ։ Ես ուզում եմ մի օրինակ բերել եւ ձեզ ասել, որ երբ 88 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս եկավ հրապարակ եւ պահանջում էր միացում Հայաստանի Հանրապետության հետ կամ անկախացում բոլոր դեպքերում Ադրբեջանի կազմից դուրս աշխարհում գրեթե երկիր չկար, որտեղ սովետական միությունը ունենար դեսպանատուն եւ այդ դեսպանատան դիմաց ցույց տեղի չունենար, որտեղ 2 հոգի, որտեղ 10 հոգի, որտեղ հազարավոր մարդիկ։ Մենք որևէ այլ աշխարհի մաս ձեր ասած առումով չենք կազմել ու չենք կազմելու։ Ու մենք մասն ենք քաղաքակիրթ աշխարհի։ Եղել ենք, կանք եւ լինելու ենք, թեև փոքր ենք, թեև ազդեցությամբ փոքր ենք, բայց մենք մասնակցություն ունենք եւ ունենալու ենք։ Եվրասիական տնտեսական միության անդամակցել գոնե մեզ համար եւ մեր գործընկերների Եվրամիության պաշտոնյաների համար երբեք չի նշանակել եւ հիմա էլ չի նշանակում հարաբերությունների աշխարհի նվազեցում կամ հարաբերությունների դանդաղեցում։ Մենք մենակ այս շաբաթվա օրինակը բերեմ։ Երկշաբթի օրը ես հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ, որի հետ խոսել ենք Հայաստանում իրականացվող ծրագրերից եւ իրականացվելիք ծրագրերից, որ մի քանի 100 միլիոն եվրոյի արժողություն ունեն։ Երեք ես հանդիպել եմ եւ այնուհետեւ մասնակցել եմ Եվրանեստ խորհրդարանական վեաժողովի բացման արարողությանը եւ հանդիպել եմ ղեկավար կազմի հետ։ Այսօր հանդիպել եմ Եվրամիության, ուրեմն հարևանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով բանակցող կոմիսարի հետ, պարոն Հանի հետ։ Այսօր երեկոյան մեկնում եմ Բրյուսել, որպեսզի մասնակցեմ ԵԺԿ գագաթնաժողովին եւ հանդիպեմ ուրեմն Եվրահանձնաժողովի ղեկավարությանը։ Արդյոք համարում եք, որ մի փոքր երկրի համար սա ինտենսիվ հարաբերություններ չեն կամ սրանք քիչ են։ Ինչպես ասեցի, ամսվա սկզբին լինելու եմ Իտալիայում, այնուհետև այլ եվրոպական երկրներ այցելելու հրավերներ ունեմ, այնպես որ մեր հարաբերությունները շարունակվում են։ Գիտեք, որևէ պարագայում կոշտությունները, անզիջողականությունը որևէ լավ բանի չեն բերել եւ չեն բերելու։ Անշուշտ,
Ես կողմնակիցն եմ սկզբունքային հարցերում, կարևորագույն հարցերում հստակ կողմնորոշման, կամքի դրսևորման։ Բայց նաև ես կողմնակիցն եմ, որպեսզի ցանկացած ղեկավար անձ, իսկ պետության ղեկավարները, քաղաքացիների անվտանգության համար պատասխանատուները առավել ևս հակված լինեն կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք իրենք կարողանալու են իրականացնել եւ որոնք բխում են հենց այդ քաղաքացիների շահերից։ Ես խորապես համոզված եմ, որ ես կայացրել եմ որոշում, որ բխում է մեր քաղաքացիների շահերից։ Գիտեք, երբեք որևէ մեկը չի կարող ժխտել, որ ազատ առևտրի պայմանագիրը եւ ընդհանրապես տնտեսական հարաբերությունները զարգացած երկրների, Եվրամիության անդամ երկրների հետ չեն կարող օգտակար լինել։ Բայց շատ լավ կլներ, երբ որ մարդիկ, ովքեր կարծիք են ձևավորում, խորանային այդ պրոցեսներում եւ տեսնեին, թե ինչ էր տալու Հայաստանին ազատ առևտրի պայմանագիրը ստորագրել։ Իսկ Եվրահանձնաժողովը այդ ուսումնասիրությունը կատարել է էկորիս կազմակերպության միջոցով եւ արդյունքը չզարմանաք հետեւյալն էր, որ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը կարճաժամկետ հատվածում Հայաստանին տալու էր 1% տնտեսական աճ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում մինչեւ 2%։ Եվրասիական տնտեսական միության ընձեռնած միայն գազի գնի զեղչը մի քանի անգամ գերազանցում է այդ ցուցանիշին։ Բայց ինչ որոշում պետք է կայացնեի։ Ինչ է կարծում Հայաստանի քաղաքացիները, շփվեք ձեր գործընկերների հետ, շփվեք քաղաքացիների հետ, նրանք պատրաստ են այսօր $350 վճարել որպես գազի գին։ Իհարկե պատրաստ չեն։ Նրանք պատրաստ են 5 տարի, 10 տարի, 15 տարի գոտիները ձգել, ապրել ավելի վատ, բայց ունենալ ազատ առևտրի պայմանագիր։ Պատրաստ չեն, իսկ եթե պատրաստ չեն, ես իրավունք չունեմ այլ որոշումներ կայացնելու։ Այդ որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից։ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ մենք ունենք տասնամյակներով ձևավորված տնտեսական հարաբերություններ։ Մեր ամբողջ գյուղատնտեսությունը, որը զարգացած չէ, թեր զարգացած է, բայց մի քանի 100,000 ընտանիքներ զբաղված են այդ գործունեությամբ, արտահանման միակ տեղը եւ վայրը Եվրասիական տնտեսական միության երկրներն են։ Եվ դա ձևավորվել է տարիներով։ Գիտեք, որ Հայաստանի գյուղատնտեսության հիմնական ճյուղերից մեկը նաև կոնյակագործությունն է։ Ինչ եք կարծում, ֆրանսիացիները մեզ հնարավորություն կտան Եվրոպայում զբաղվել կոնյակի վաճառքով։ Մենք կարող ենք մրցունակ ելնել, իհարկե չենք կարող, իսկ Ռուսաստանում մեր կոնյակը գնահատվում է։ Հիմա ելնելով ինչ-որ քաղաքական դրդապատճառներից ես կայացնեմ որոշումներ, որ բերելու է 100,000-ավոր ընտանիքների սնանկացմանը, եւ հետո որպեսզի ես ինձ գողովեմ կուրսս ցեցեմ, ասեմ, ես ինչ ճիշտ որոշում եմ կայացրել, քաղաքակիրթ Եվրոպայի հետ եմ համաձայնագիր կնքել։ Ինչ իմաստ ունի այդպիսի որոշումներ կայացնելը։ Եվրամիության հետ հարաբերություններում մենք շեշտը դրել ենք եւ ես շատ շնորհակալ եմ եվրոպացի իմ գործընկերներին, պետություններին, հանձնաժողովին մեր երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցելու։ Այդ դա է, հիմնական շեշտը դա է եւ եվրոպական հանձնաժողովի հետ մեր հարաբերությունների առանցքը դա է։ Այո, կան լավ հարաբերություններ, մենք ձգտում ենք այդ լավ հարաբերություններին հասարակության մեջ, տնտեսության մեջ եւ մենք ուզում ենք բարեփոխվել։ Հենց այդ նպատակով է, որ հանձնաժողովի եվրոպական կառույցների նոր կազմերի ձևավորումից հետո մենք սկսել ենք բանակցություններ եւ կարծում եմ, որ գոնե միջև Ռիգա եվրոպական հանձնաժողով մանդատ կտա
եվրոպական կողմին, որպեսզի սկսենք բանակցություններ նոր իրավական փաստաթղթի շուրջ։ Մեր հարաբերությունները, նորից եմ կրկնում, չեն դանդաղել, բայց փոխարենը մեր ժողովուրդը չկրեց այն կորուստները, որ կկրեր։ Գիտեք, միգուցե ձեր տված հարցին ուղիղ առնչություն չունի այն, ինչ որ ես կասեմ, բայց էությունը նույնն է։ Այնպես է ստացվել, որ այսօր Ռուսաստանում տնտեսական խնդիրները բազմաթիվ են, եւ մեր մուտքը Եվրասիական տնտեսական միություն մի տեսակ ուղեկցվեց ահա այդ խոչընդոտներով։ Եվ հիմա որոշ մարդիկ քննադատում են, ասում եք, որ եթե դառնանք Եվրասիական տնտեսական միության անդամ, ապա մեծ օգուտներ կլինեն։ Ուր են այդ մեծ օգուտները։ Միգուցե հիմա մեծ օգուտները շատ չի երևում, բայց այն ժամանակ վնասները հսկայական կլինեին։ Միևնույն ազատ առևտրի պայմանագրի ստորագրելուց հոմեր կոնյակը մի անգամից չէր վաճառվելու Փարիժում։ Միևնույն է վաճառվելու էր Մոսկվայում։ Եվ եթե այսօր դժվարություն կա այդ կոնյակը վաճառելու, ազատ առևտրի ստորագրման պայմանագրի ստորագրելուց հետո 10 անգամ այդ դժվարությունները մեծ կլինեին։ Դեք խնդիրներ կան, որոնց լուծման համար երկար ժամանակներ են պահանջում։ Պահանջում է համբերություն, պահանջում է նպատակասլացություն, եւ ես խորապես համոզված եմ, որ գոնե 3-5 տարիների կտրվածքով մենք պետք է կարողանանք գնահատական տալ։ Այսինքն այսպիսի պայմաններում ապրենք 3 տարի, գոնե 5 տարի հետո, այնուհետև կարողանանք գնահատական տալ։ Մի ամսում, 2 ամսում ոչինչ չի ստեղծում ընդհանրապես, եւ տալ գնահատական շատ բարդ է։ Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, իրոք առանձնաշնորհյալ հարաբերություններ են։ Ինքներդ դատեք, եթե մենք ունենք այսպես հարաբերություններ, հիմա թիվը շատ ներողություն մոռացել եմ, բայց հիմա ինձ կհուշեմ, մինչև 50 տեղական համայնքների հետ մենք ունենք ուրեմն հարաբերություններ, ասինքն քույր քաղաքների, այսպես ասած, հարաբերություններ եւ 2 տարի մեկ այդպիսի ֆորումներ են կազմակերպում, այսինքն շփվում են ոչ միայն ղեկավարները, շփվում են բարձ մարդիկ, քաղաքացիները, տեղական ինքնակառավարման մարմինները։ Եթե Ֆրանսիայում ապրում է 400 հազարանոց հայկական համայնք, ապա որքան էլ այդ քաղաքացիները իրոք լինեին Ֆրանսիայի արժանի քաղաքացիներ, նրանցից շատ-շատերը իրենց կապը չեն կորցրել հայրենիքի հետ, իրենց համարում են հայկական արմատներով ֆրանսիացի եւ այդ կապը արդեն իսկ այդպիսի հարաբերություններ է ստեղծում։ Իսկ եթե մենք հաշվի առնենք նույնիսկ հետեւյալ հանգամանքը, միգուցե շատ էական չի, որ եվրոպական երկրների նախագաներից, ես նկատի ունեմ ցանրաքաշ երկրների նախագաներից, միայն Ֆրանսիայի նախագաներն են, որ այցելել են Հայաստան։ Եվ պարոն Շիրակը, եւ պարոն Սարկոզին, եւ պարոն Օլանդը, սա ինչ-որ մի բան նշանակում է, չէ՞ երևի։ Հենց այնպես ոչինչ չի լինում։ Եթե մենք առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենայինք Գերմանիայի հետ, ապա տիկին Մերկելը կգար Հայաստան։